Փառք Հիսուսին այս օրերի համար, փառք Աստծուն, իրես մի քիչ առաջ որ երկրպագում ենք, մտածում եմ, ասում եմ, Տեր, սա է քո ժողովրդի բաժինը երկնքում։ Երկրպագություն է մեր բաժինը լինելու երկնքում։ Եվ բոլոր երկրպագողները թող ասեն ամեն, փառք Հիսուսին։ Գիտես, Աստծո խոսքը ասում է, որ 3 բան կա. հույս, հավատ, սեր եւ սրանցից մեծը սերն է, որովհետեւ երկնքում հույս չենք ունենա, որ մի օր կտեսնենք, հավատ չենք ունենա, որ մենք հավատում ենք Աստծուն, այլ այն սիրով երկրպագություն է մնալու, որի մեջ որ մենք հարատևելու ենք եւ ապրելու ենք։ Նախորդ շաբաթների մեջ 2 շաբաթ ունեցանք հրաշալի աղոթքի օրեր։ Հատուկ աղոթներ ենք այստեղ անում, հատուկ նպատակի համար, եւ Տերը մի խոսք տվեց, այդ խոսքի իման վրա ենք մենք աղոթում, որ մենք բարձրացնենք Բաբելոնի պարիսների դեմ դրոշ։ Եվ այս խոսքը ստիպեց ինձ մտնել այս թեմայի մեջ եւ խորհել մտածել այս թեմայի շուրջ։ Ովքեր որ աղոթքին մասնակցում էին, այստեղ էին, դու կհիշես, որ մենք կոնկրետ այդ խոսքի իման վրա ենք աղոթում, որ մենք պիտի դրոշ բարձրացնենք Բաբելոնի պարիսպի դեմ, ոչ թե դրոշակ, այլ դրոշ։ Ինչ տարբերություն կա, ռուսերենով ավելի լավ է հնչում, ոչ թե ֆլագ, այլ զնամյա։ Սա տարբերվում է իրարից։ Իրես սովետի ժամանակ մայիսյան 1-ը, երբ որ նշում էին մեր ժողովուրդը, մեր հայրերը, մեր պապերը, հատուկ դրա համար պատշգամբներ էին կառուցել, դա կոչվում էր մայիսյան 1-ի պատշգամբ, մարդիկ դուրս են գալի դրոշակներով, թափարում էին ի նշան, որ սա այսօր աշխատավորության օրն է կամ մայիսի 9-ը եւ այլն, դա դրոշակներ էին, բայց կա զնամյա, դա ավելի բարձր է, դա դրոշ է, դա հաղթանակած բանակի դրոշն է։ Եվ Տերը ասում է նման դրոշ բարձրացրեք Բաբելոնի պարիսների դեմ։ Ես ուսումնասիրեցի ճիշտ ասած, թե ինչ է Բաբելոնը, նրա քաղաքակրթությունը, մշակույթը, կրոնը, էությունը, տեսքը եւ մի շատ հետաքրքիր պատկեր ինձ համար բացվեց եւ շարունակում է բացվել։ 2 օր առաջ կնոջս ասում եմ, լսի, թազա դև եմ բռնել։ Ասում է, ինչ դև, ասում եմ Բաբելոնի դևը։ Ես նրան բռնեցի։ Անցած տարի, եթե հիշում ես, ինչ դև էի բռնել։ Հեզաբելի ոգին հետարքի ձևով բացվել էր, եւ այս տարի հետարքի ձևով բացվում է ինձ համար Բաբելոնի դևը։ Նրա էությունը, դրսևորումները, որի մասին ես կխոսամ այսօր։ Ով է հիշում ցուցամատի կանոնը։ Ով է հիշում ցուցամատի կանոնը։ Ով է հիշում այս մատի կանոնը։ Ով։ Ցուցամատը այս օրերի մեջ ճուղես կողքինիդ, ճուղես դիմացինիդ եւ ճուղես հետևինիդ։ Ճաս հետևինը բութնա, չէ՞, բութի կանոնն է։ Ոչ ոքի վրա ճուղես։ Ցուցամատը միայն այսենց։ Եթե կա ինչ որ մեկին ուղղելու, ուղղես անպայման քո վրա։ Հավաստիացնում եմ, հետարքիր բաներ է բացվելու քեզ այս օրերի մեջ։ Գնանք Աստծո խոսքի մեջ։ Այսպիսով թեման է մեր Բաբելոնը։ Եսայի մարգարեություն 51-րդ գլուխ 6-ից 13 խոսքերը։ Այս խոսքերի հիման վրա ենք աղոթում այս 2 շաբաթների մեջ։ Ինչա գրված. փախեք Բաբելոնից եւ ամեն մարդ թող իր անձը ազատի, որպեսզի չկործանվի նրա անօրենությամբ, որովհետեւ Տիրոջ համար վրեժխնդրության բաժակն է, ժամանակն է։ Ինքն է հատուցելու նրան։ Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինով արբեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։ Այս կոնտեքստում կարող ենք հասկանալ, որ խոսքը չի գնում միայն Բաբելոն քաղաքի մասին, այլ դիվային զորության, որը տիրում էր այդ տարածքը։ Հիշում ես, ասում եմ, վայ քեզ Քարոզին, վայ քեզ Բեթսայիդա։ Հենց կոնկրետ քաղաքին չէր ասում, այլ այդ համակարգին, որը որ տիրացել էր այդ քաղաքը։ Սոդոմին, Գոմորին։ 8-րդ խոսք։ Հանկարծ տապալվեց Բաբելոնը եւ ջախջախվեց։ Ողբացեք նրա վրա,
բալասան վերցրեք նրա վերքերի համար, գուցե բժշկվի։ Բաբելոնին ջանացինք դարմանել, բայց չբժշկվեց։ Ժամանակ էր տրված բաբելոնացիներին ապաշխարության, բժշկվելու, բայց չկամեցավ։ Մի քաղաք էլ կար Նինվե, որը դատապարտված էր դատաստանի, բայց այդ քաղաքը լսեց ու բժշկվեց։ Մի մարգարեի քարոզությամբ, հիշում ես, ուղարկված էր Հովնան մարգարեն, քարոզեր Նինվե քաղաքում, Ասորեստանի մայրաքաղաքն էր սա, եւ նա նույնպես դատապարտված էր մահվան, բայց նա լսեց ու բժշկվեց։ Գրված է ժամանակ էր տրված Բաբելոնին ջանացինք դարմանել, բայց չբժշկվեց։ Ուներ ժամանակ Բաբելոնը։ Բաբելոն ասելով, ես նկատի ունեմ այն համակարգը դիվային, որը որ այսօր նույնպես տիրում է երկրի վրա։ Եվ այն մարդիկ, ովքեր որ բաբելոնացիներ են, դա այն մարդիկ են, ովքեր այդ դիվային զորության ներքո են ապրում, առանց հասկանալու, եւ ես այսօր ուզում եմ բացել դա։ Եվ հաստատ դու մի հայտնություն այսօր կառնես։ Գոնե մեկ հայտնություն եթե քո մասին առնես, այսօր ծառայությունը ուրեմն օրհնված է եւ ոչ ապարդյուն։ Եվ Աստված մի արասցե, որ այս խոսքը կվերաբերվի ինչ որ մեկին, ասում է թողեք նրան։ Թողեք, ասում է Բաբելոնին, ուշ արդեն։ Ջանացինք դարմանել, բայց չկամեցավ։ Ջանացինք բժշկել, բայց չուզեց։ Եվ Աստված մի արասցե, եթե այս խոսքը ինչ որ մեկիս ուղված լինի թանկագինս։ Եվ որ Աստված ասում, բաց թողեք նրան, լավ։ Ասեցինք, խոսացինք, զգուշացրեցինք, հոգևոր աշխարհը հա դրա մեջ քեզ զգուշացնում է, հա պատա դնում դու շրջանցում ես, հա պատա դնում շրջանցում ես, հա փակուղիներ, հասկանում ես, տուպիկի մեջ Աստված ողորմած է, բայց մի որոշ ժամանակի միջև։ Դու ասես ոչ Աստված որոշ ժամանակով է ողորմած, Աստված միշտ է ողորմած, բայց համբերության բաժակգոյություն ունի։ 12-րդ խոսք Բաբելոնի պարիսների դեմ դրոշ բարձրացրեք, այս նրա մասին է ես խոսում։ Դրոշ։ Ուժեղացրեք պահպանությունը, պահակներ կարգեք, դարաներ պատրաստեք, որովհետև Տերը որոշեց ու կատարեց իր ասածը Բաբելոնի բնակիչների դեմ, բաբելոնացիների դեմ։ Ով շատ ջրերի վրա բնակվող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը, անիրավ շահի չափը լցվեց։ Այժմ Բաբելոնը չկա։ Ես խնդրեմ, որ Բաբելոնի մոտավոր նկարը տեղադրեք էկրանին։ Այժմ Բաբելոնը չկա։ Նրա գեղեցիկ ու ամուր պատերն էլ չկան, բայց հավատա, թանկագին եկեղեցի, որ երևույթը, էությունը, նրա դրսևորումները, որոնք որ տիրել են Բաբելոնում, դեռ մնում է հոգևոր աշխարհում։ Սա մոտավոր Բաբելոնի պատկերն է, գեղեցիկ։ Նրա այգիների մասին, նրա փառքի մասին պատմվում էր երկրների մեջ, գրված է քո բաժակով հարբեցան ազգերը։ Այնտեղ 7 հրաշալիքների մեջ էր մտնում Բաբելոնի Կախովի այգիները, մոտավոր այս տեսքներ, մոտավոր սա էր գեղեցիկ, մոտավոր պատկերն է սա։ Նա մտնում էր 7 հրաշալիքներից մեկն էր Բաբելոնի պարիսպները, Բաբելոնի պատերը, Բաբելոնի գեղեցկությունը։ Այժմ ինքը չկա, գոյություն չունի։ Որոշ բաներ մնացել են, հաջորդ անգամ սրա մասին խոսանք։ Այո, որոշ բաներ մնացել են, բայց երևույթը, դրսևորումները, որը որ տիրացել էր այս երկրի մեջ, շարունակում է մնալ։ Այսպիսով թանկագին եկեղեցի առաջին անգամ կարդում ենք Բաբելոնի մասին, ով այժմ որտեղ Բաբելոն, ուրա քեզ տանում, Ծննդոց գիրք, արի գնանք Ծննդոց գիրք, արի գնանք Ծննդոց 10-րդ գլուխ 6-րդ խոսքից, ով է սիրում կարդալ ծննդաբանությունը, թող ձեռք բարձրացնի, ով է սիրում կարդալ ծննդաբանությունը, մի քանի մարդ սիրում է կարդալ ծննդաբանությունը, տեսեք 10-րդ գլուխ 6-րդ խոսքից, գրված է Քամի որդիները, Քուշ, Միսրայիմ, Փուդ և Քանան, Քուշի որդիները, Սաբա, Եվիլա, Ռիգմա և Սեբեթակա, ինչ անունա չէ, Սեբեթակա,
Ռիգմայի որդները Սաբա եւ Պիթան, ուշադիր 8-րդ խոսք։ Քուշը ծնեց Նեբրոթին։ Նա քաջամարտիկ դարձավ երկրի վրա։ Սա Տիրոջ առաջ մի զորավոր որսորդ եղավ։ Դրա համար ասվում է Նեբրոթի պես զորավոր որսորդ Տիրոջ առաջ։ 10-րդ խոսք։ Սկզբում նա թագավորեց Բաբելոնի երկրում։ Բաբելոնի առաջի թագավորը ով էր? Նեբրոթն էր։ Ասում է, որ Բաբելոնի առաջին թագավորը դարձավ Քամի որդի Նեբրոթը։ Իսկ ով էր Քամը? Նոյի որդիներից մեկը։ Ես ուզում եմ շատ խորանանք մենք։ Մտնենք այն տողատակեր եւ հասկանանք Տերը մեզ ինչից է ուզում զգուշացնի եւ ինչից ուզում փրկի։ Ով էր Նեբրոթի հայրը? Քամը։ Ով էր Քամը? Նա Նոյի որդիներից մեկն էր, իսկ ով էր այդ որդին? Անեզք ժառանգած մեկը։ Նոյի ուներ 3 որդիներ՝ Քամը, Սեթը, Հաբեթը, Սեմը եւ Հաբեթը, շնորհակալություն։ Եվ այս Քամը բացեց հոր մերկությունը, չեն կարող կոնկրետ ասենք դա ինչ է նշանակում, մոտավոր կարող ենք պատկերացնել, եւ որի պատճառով նա անիծվեց։ Եվ ահա անիծված Քամի որդի Նեբրոթը դարձավ Բաբելոնի առաջի թագավորը։ Դա շատ կարևոր մի բան է, որ մենք պիտի այսօր ֆիքսենք։ Այսօր ես կամենում եմ քեզ ցույց տալ ու բացել, թե ինչպես է կարողանում անեծքի դևը անցնել դարերի միջով եւ հարմար առիթի դեպքում կրկին ակտիվանալ, դրսևորվել եւ հալածել ու հարվածել։ Այսօր սրա մասին եմ ուզում քեզ խոսել եւ զգուշացնել ու ցույց տալ։ Միգուցե մի բան հասկանաս ու բռնես ու բռնացնես։ Թե ինչպես է կարողանում այս անեծքի դևը անցնելով դարերի մեջ մի պահ ինքը կարա մի պահ կարա սսկվի ու այդ մի պահը կարա տևես գիտես քանի տարի 3.5 տարին ասսկվեց, հետո մի պահի նորից ակտիվացավ, հետո էլի սսկվեց։ Ես դա եմ ուզում քեզ ցույց տալ։ Թե ինչպես կարող այդ անեծքի դևը ծպտվել, քողարկվել, հանդարտվել եւ հետո մի հարմար պահի նորից դրսևորվել, որպեսզի հալածի, գողանա եւ նորից թալանի։ Գուցե մեկ ասի, գիտես Հովիվ ջան, այս ինչեր ես խոսում, ինձ վրա ինչ անես, ինչ բան։ Ես այս ինչս, Աստծո մեջ եմ այսքան ժամանակ։ Գիտես այն փաստը, որ դու եկեղեցի ես այցելում եւ հավատում ես Հիսուսին, դա մեզ առիթ չի տալիս, որ մենք թուլանանք եւ թուլացած ապրենք, այլ հակառակը։ Մենք պիտի միշտ պատերազմի դաշտում լինենք եւ հսկենք։ Գրված է դրոշ բարձրացրու եւ պահապաններին կարգիր։ Ոչ թե դրոշ բարձրացրու դիր ու գնա քո գործերով։ Ոչ, դրոշը բարձրացրու Բաբելոնի պարիսների դեմ, կանգնեցրու եւ հսկիր, պահապաներ նշանակիր։ Դարանակալներ դիր։ Գիտես, ես չեմ ուզում, որ դու անհոգ լինես եւ կարծես, թե միայն այն փաստը, որ դու եկեղեցում ես, քեզ ապահովում է, որ դու հարցակման տակ չես լինելու։ Հարցակումներ կգան եւ միշտ։ Այո, կան բաներ, որ Հիսուսին գալով մենք մաքրվում ենք, բաներ կան, որ Տերը վերցել է իր վրա, բայց բաներ կան, որի դեմ մենք պիտի պայքարենք մինչև մահ։ Պողոս Առաքյալը, լսի, Պողոս Առաքյալը, ով այժմ երբ որ նա ձիուց ընկավ, ինչ եղավ նրա հետ։ Կուրացավ։ Հետո մենք կարդում ենք, որ աղոթեց նրա համար ով? Անանյան աղոթեց եւ նրա աշկերից թեփուկները ձկան թեփուկների պես թափեց եւ նա տեսավ։ Բայց դու գիտես, որ նա միջև մահանալը պայքարում էր կուրության դեմ։ Ու դու գիտես, որ նա կույր է մահացել։ Իսկ նա կույր է մահացել։ Ահա թե որ նա պատճառը, որ նա միշտ ասում է բերեք ինձ մոտ սրան, նա ինձ համար պետք է ծառայության համար, որ նա ինձ ծառայի։ Ինչ այնքան էս Պողոսներ, ասենց նստած գահի վրա եւ նրա ծառայում են։ Չէ, նա կույր էր։ Դա կարիք ուներ մարկանց, որ կուղորթեն իրեն։ Ահա թե որ նա պատճառը, որ նա սեփական ձեռքով չի գրել իր նամակները, այլ նրա փոխարեն գրել են, նա թելադրել է եւ նրան համար գրել են։ Դա համար, երբ որ դու շատիր ես նամակների մեջ, ասում է եւ ես էս ինչ ես որ գրեցի իմ ձեռքով այս նամակը, կարծեմ Հռոմեացիների նամակն է։
Այսինչ ես գրեցի այս նամակը։ Մեկ կասի, բայց որ Պողոսն է գրել։ Չէ, այսինչն է գրել։ Պողոսի թելադրանքով ինչու Պողոսը չէր կարող գրել։ Ահա նա պատճառը, որ Գաղատասարյան նամակի մեջ նա ասում է, ինչ երանելի եք դուք, եթե կարող լինեիք, դուք ձեր աշկերը կհանեք եւ ինձ կտայիք, ինչու։ Կույր էր Պողոսը, աշկերի կարիք ուներ։ Հասկանում ես, բաներ կան, որ մենք պայքարում ենք, ասում եմ, եւ շատ գիտության համար ես սատանայի դևը ինձ հարվածում էր բռունցքով, աղաչեցի 3 անգամ, որ հեռացնի ինձանից, նա պայքարի մեջ էր անընդհատ, եւ ես քեզ ուզում եմ ցույց տալ այսօր, որ գիտես հանկարծ չթուլանաս։ Այո, Տիրոջը գալով մենք շատ բաներից ազատվում ենք, բայց մի շատ կարևոր բայց դրոշը բարձրացրեցիր, այդ զնամյան բարձրացրեցիր, պահապաներ կարգիր։ Չարը կուզենա գա այդ դրոշը գողանա։ Ամեն։ Մեկը կարասի ախր հովիվ ջան խի ես է հավատքս թուլացնում, չեմ թուլացնում եւ չեմ կոտրում, քեզ ուղղակի ուզում եմ այսօր զգուշացնեմ, որ դու հանկարծ անհոգ չլինես։ Ամեն։ Ում քո աշկերը բացեմ, թանկագին ես, որ չթուլանաս ու պայքարի մեջ լինես։ Խոսքը ասում է, որ դրոշ բարձրացրեք նրա դեմ։ Եվ մենք այդ դրոշը պետք է բարձր միշտ պահենք։ Ու շատ ժամանակ պայքարը կայանում է այն սրանում, որ մենք դրոշ պետք է բարձրացնենք։ Միշտ ցույց տանք նրա պարտությունը իրեն։ Միշտ հիշացնենք, որ դու պարտված ես։ Մի բան էլ ասեմ, նույնիսկ երբ որ դու կարծես թե ընկած ես, դրոշդ ամուր պահիր։ Նա պիտի տեսնի, որ ինքը միշտ պարտված է։ Որովհետև ուզում եմ առաջ անցնեմ եւ ասեմ, այդ դևը Բաբելոնը հայտության գրքում վերջնականորեն ընկավ, ասում է, վայ քեզ Բաբելոն, որ ընկար, եղբայրների չարախոս, շատ եմ առաջ անցնում, բայց հայտնության գրքում է ցույց տալի նրա կործանումը, դեռ նա երկրի վրա է։ Իսկ Հիսուսն է Տերը։ Տեսեք, հասկացանք, չէ, որտեղից սկիզբ առավ Բաբելոնը եւ թե ով էր նրա հիմնադիրը։ Որտեղից սկիզբ առավ Բաբելոնը, Նեբրոտ թագավորը, որը զորավոր էր, Տիրոջ առաջ էր զորավոր, հմուտ էր, բայց նա քամի որդին էր։ Իսկ քամը անիծվեց, անեզքի դևը նրան բռնել էր արդեն, որովհետև նա անես կրողն էր եւ փոխանցվեց դա Նեբրոտին։ Եվ նա գնաց եւ ինչ արեց, մի քաղաք սկսեց կառուցել։ Հետո հաջորդ գլխում տեսնում ենք, որ այդ զորավորը մի քաղաք սկսեց կառուցել հատուկ նպատակի համար։ Ծննդոց գիրք, գնանք հաջորդ գլուխ։ Ով ունի Աստվածաշունչ, ով է բերի Աստվածաշունչը։ Ով է բերել իր Աստվածաշունչը։ Գիտեք, մի բան ասեմ, սիրտս այնքան լցվեց եւ ուրախացավ օրեր առաջ 5 շաբթի օրն է, չէ՞, մեր տնային խմբակների օրը ձենը լսեցի, պատուանի տակից նստած էի վերևում, այս թեմայի շուրջ եմ մտածում, ձենը լսեցի ու ես իմ երեխեքի ձենը ճանաչում եմ։ Պատուանից նայում, տեսնեմ մեր երիտասարդներից 2 հոգի խմբակից տուն են գնում, Աստվածաշունչները գրկած, իրանք այսպես ճանապարհով գնում են, ասում երեխեք հետ եկեք։ Ասե դուք ամենաուժեղն եք եւ ամենազորավորը, որովհետեւ դուք չեք ամաչում այս չար եւ շնացող սերունդի մեջ Աստվածաշունչը գրկած գնում եք տուն խմբակից։ Կարա ինչ ես դե ցելոֆոնով հարմար է բանը, ասես ինչ որ փաթեթավոր էին, պայուսակի մեջ դնեին մեր Էլենի եւ Էլյանչիկի մասին է խոսքը, ինքան սիրտս լցվեց, ուրախացա, ասեցի երեխեք ապրեք, օրհնում եմ ձեզ։ Ձեր մոտ ամեն ինչ ստացվել է, որովհետեւ այս տարիքում դուք չեք ամաչում Տիրոջը դավանեք ձեր կեցվածքով։ Աստվածաշունչը գրկած, գնում եք ձեր տուն խմբակից։ Փառք Հիսուսին։ Արի թերթենք, մտնենք հաջորդ գլուխ, Ծննդոց 11-րդ գլուխ, առաջի խոսք։ Տեսեք, ամբողջ երկիրն ուներ մեկ լեզու եւ մեկ խոսվածք։ Այսինքն չկար այնտեղ քյավառալեզու, մարտունալեզու։ Բոլորը նույն լեզվով են խոսում։ Ֆրանգերենը չկար։ Երբ նրանք արևելքից մեկնեցին, Սանար երկրում մի դաշտ գտան եւ բնակվեցին այնտեղ եւ իրար ասացին, եկեք աղյուսներ շինենք եւ թրծենք կրակով։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպրը իբրև շաղախ։ Եվ ասացին, եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք եւ մի աշտարակ, որի գագաթը մինչեւ երկինք կհասնի եւ մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ։ Տերն իջավ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքը եւ աշտարակը։ Տերն ասեց. ահա մեկ ազգ է եւ մեկ լեզու նրանց բոլորի համար եւ ահա սկսեցին կառուցել եւ հիմա նրանք
Նրանց համար դժվար չէ լինի կառուցել այն, ինչ որ խորեցին։ Եկեք իջնենք եւ այնտեղ նրանց լեզուները խառնենք եւ միմյանց լեզու չհասկանան։ Տերն այնտեղ նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ եւ դադարեցին քաղաքը կառուցելուց։ Դրա համար այն Բաբելոն կոչվեց, որովհետեւ այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։ Այսպիսով կապում եք ձեր ամրագոտիները, մենք թռնում ենք թանկագիներս։ Բաբելոնի բնույթն ու դրսևորումները։ Հիշում ես, չէ՞, ցուցամատի կանոնը։ Հիշում ես դեռ, ուժի մեջ է, չէ՞, պահում։ Գնացինք առաջ։ Ու մի բան էլ պայմանավորվենք, որ այս թեմայի ժամանակ, երբ որ ես ամեն անգամ կասեմ Բաբելոն բառը, ես նկատի չեմ ունենա քաղաքը, այլ այն դիվային համակարգը, որը իշխում էր այդ երկրում։ Իսկ բաբելոնացի ասելով, ես նկատի եմ ունենալու այն մարդկանց, ովքեր այդ համակարգի ներքո են ապրում, ձեռք են բերել կամ ծնվել են այդպես։ Կա որ ձեռքբերովի է, կա որ ծնվում են։ Օրինակի համար ես բռնել եմ այն դևին, որը որ իմ ցեղը հալածում էր։ Եվ միջորս ես պայքարում եմ այդ դևի դեմ։ Եվ այդ ժառանգությունը ես գիտեմ որտեղից է եկել, որ պապիկիցս է եկել եւ ինչի համար, Տերն ինձ բացել է այդ ամենը։ Եվ միջորս պայքարը շարունակվում է։ Եվ երբ որ թուլանում եմ, ինք ավելի ուժեղա հարձակվում, միշտ հարձակումը կա թանկագինս։ Եվ դու նույնպես պարտավոր ես, հիմա ես չեմ ուզում որ գիտես գնաս, ես մանրանաս, ինչ որ բաներ հորինես, ներողություն բարես համար բաներ բստրես։ Չէ, ես ուզում եմ ուղղակի եթե դու զգաս, որ կա դա, դու ուշադիր լինես։ Լավ։ Օրինակի համար խեմ ասում ձեռքբերովի կամ ծնված, քամը ձեռք բերեց այդ անեծքը, ինչ որ գործողության պատճառով, իսկ նեբրոտը ծնվեց դրա ներքո։ Դա համար կա որ բաբելոնացիներ կան որ ձեռք են բերում, բաբելոնացիներ կան որ ծնվում են այդ անեծքի մեջ։ Թեման մի փոքր բարդ է, բայց հավատում եմ հաստատ կհասկանանք։ Բաբելոնացիների էությունն ու դրսևորումները։ Բաբելոնացիների թանկագինս էություն ու դրսևորումները։ Բաբելոն եբրայերենից թարգմանաբար նշանակում է խառնակություն։ Ահա դրսևորումներից մեկը խառնակություն։ Այս մարդիկ կարողանում են խառնել եւ խառնակություն անել։ Նույնիսկ կարող է նրանց ներկայությունը խառնաշփոթ առաջացնել։ Նա կարող է նստած լինի, գա քո տուն հյուր եւ ոչ մի բան չխոսա։ Մեկ էլ զգում ես ինչ որ ջրերը խառնվեցին, խառնակություն ա սկսել, ինչ որ մարդու կնիկ տվին իրար։ Թողեց ու գնաց։ Ինչ եղավ այ բալաջան։ Ոչ մի բան, իր ներկայությունը հերիք էր։ Ինքը բերեց դիվային զորությունը, բերեց դիվային ներկայությունը ու գնաց։ Կան կանայք տնաշեններ, կան տնաքանդներ։ Կան եղբայրներ, լավ մենակ կանանց չասենք, որտեղ նրանք կան, ներողություն բարես համար միշտ կիլդիմա սկսվում այնտեղ։ Այս որտեղից է գալիս։ Բաբելոնացի է թանկագինս։ Չի գիտակցում դրա մասին։ Չի հասկանում, որ նրա մի հատ ներկայությունը կարա խառնաշփոթ առաջացնի։ Բաբելոն եբրայերենից թարգմանաբար նշանակում է խառնակություն, եւ այս մարդիկ իրականում այդ էությունն են կրում։ Բաբելոնացիների էության եւ դրսևորման մասին ենք մենք խոսում։ Հաջորդը նրանք խոսում են նույն լեզվով, գրված է մեկ լեզու եւ մեկ խոսված կա։ Այս դիվային ազդեցության տակ գտնվող մարդիկ խոսում են նույն լեզվով։ Կարող է իրանք իրար չեն ճանաչում, դու ճանաչում ես այս մեկին, խոսում ես ոնց որ նույն մարդը խոսա։ Դուք իրար ճանաչում եք, չէ, իրանք նույն լեզվով են խոսում։ Ոնց որ նույն էությունը կրած լինեն, ոնց որ նման են իրար։ Ոնց որ օրինակ հիմա Հեզաբելի ոգին, երբ որ ես ուսումնասիրում եի, ոնց որ այդ նույնականացնես մարդու հետ ինչ որ։ Այս մարդիկ բաբելոնացիները նույն լեզվով են խոսում։
Հաջորդը նա թափառական չէ։ Մի դաշ գտան եւ բնակվեցին այնտեղ։ Նա թափառական չէ։ Երբ որ նա մի տեղ է գտնում, կամ երբ որ ինչ-որ մեկին է գտնում, նա կամենում է բնակվել այնտեղ։ Եվ նրան շատ դժվար է դուրս հանել այդտեղից։ Բաբելոնացին սիրում է բուն կամ որջը դնել եւ բազմանալ այդտեղ։ Գրված այստեղ դաշտում մի բան սարքենք, մնանք ու բազմանանք, շատանանք։ Գիտես, բաբելոնացին սիրում է որջը, այդ բառը լավ է, էլի ուղղակի հնչում, կամ բուն դնել եւ բազմանալ այդտեղ։ Համախմբել, իր նման դարձնել։ Հետո երբ որ ինքը սկսում այդ մարդկանց հետ շփվել, նայում ես ոնց որ նույն պատկերը լինի, նույն մտածելակերպով, լրիվ նույնն են, ոնց որ քսերոքսներ դարձած լինեն։ Նույն լեզվով են խոսում։ Ու չգիտես ինչու բազմանում են, շատանում են։ Բայց հանգիստ։ Գիտես, այն ինչ որ Տիրոջ շուրջը չի կառուցած, հաստատ է հետո ցրում է դա։ Հանգիստ։ Ուղղակի մենք պիտի ուշադիր լինենք, շատ ուշադիր ու աղոթքով դա հասկենք, պաշտպանություն խոսանք։ Հաջորդը նա շատ աշխատասեր է եւ կառուցող, գրված է. եկեք աղյուսներ շինենք եւ թրծենք կրակով։ Նա շատ աշխատասեր է։ Ու քո ուշադրությունը շատ ուզում եմ հիմա բերել թրծել բառի վրա։ Նա կարողանում է այն, ինչ կառուցում է, թրծել, կրակով անցկացնել եւ ամրացնել։ Նա ամեն ինչ փորձելու է անի, որպես իր կառուցածը թրծի, ամրացնի, ինչա թրծել, կրակով անցկացնել։ Երբ որ մի բան վերցնում ես, մտցնում ես բարձր կրակի մեջ ու թրծում ես իրան, ամուր ես դարձնում։ Նա շատ աշխատասեր է։ Ջանք ու երան չի խնայում սրա համար։ Մի բան է, որ Աստված է քեզ թրծում։ Մի բան է, որ դու ինքդ ես քեզ թրծում։ Դա սարերի տարբերություն է։ Մի բան է, որ Աստված է քեզ թրծում, իսկ մի լրիվ ուրիշ բան, երբ որ մարդու կամ մարդու սխալ տեսիլքը, սխալ երազանքները, բնավորությունը, անեզքի շարունակականությունն է թրծում մարդուն։ Ու նայում ես մարդը միշտ կրակի մեջ է ինչ-որ, միշտ ինչ-որ վառվում է, բայց նայում ես Աստված չի թրծում նրան։ Դու զգում ես, երբ որ Աստված է թրծում, նրա որակը բարձրանում է, բայց այդ մարդը միշտ կրակի մեջ է, բայց որակը իջնում է։ Սա բաբելոնացիների էությունն է, սիրելիս։ Ուշադիր հսկիր, ուշադիր նայիր, ինչի համար ես միշտ այդ կրակի մեջ ընկնում։ Միգուցե դու ես ինքդ քեզ թրծում, միգուցե մարդն է ինքը իրան թրծում։ Աստված էլ է ուզում թրծի, բայց Աստծո թրծածը լրիվ ուրիշ է, ու լրիվ ուրիշ նպատակի համար է։ Բայց ամենից սարսափելին նա է, երբ որ քրիստոնյան է այս բանի մեջ ու կարծում է, որ Աստված է իրան թրծում։ Հələ մի կողմ հələ թողենք աշխարհիկ մարդկանց, ովքեր բաբելոնացի են նույնպես, ու այդ կրակի մեջ են, շարունակական անեզքը գնում է, պապին հարբեցող է եղել, պապան հարբեցող է, տղան հարբեցող է, թոռը այդ նայում ես հարբեցողների ընտանիք, բաբելոնացի են, բռնել է դևը։ Նայում ես պապուս պապա աղքատ էր, պապիս աղքատ էր, պապաս աղքատ է, ես աղքատ եմ, երեխաս էլ, ինչ պետք է ժառանգի։ Ժառանգական գնաց։ Նայում ես, հասկանում ես, տնաքանդ էր, տնաքանդա։ Հələ դա աշխարհիկն է, չի հասկանում, Աստծուն գալիս է, նոր է սկսում հասկանալ։ Ես երբ որ Աստծուն եկա, ես բռնեցի այդ դևին։ Ես հասկացա եւ հիմա շարունակում եմ հասկանալ շատ պատճառներ իմ համար պարզ է դառնում իմ գերդաստանի հետ կապված։ Մեր գերդաստանը մեծ է, ես ունեմ շատ հորքուրներ, հոր եղբայր, նրանք ունեն երեխաներ եւ թոռներ եւ նայում ես ոնց որ նույն վրձինով նկարածին են բոլորը։ Եվ ես փորեցի, շատ գնացի եւ Տեր ինձ բացեց կոնկրետ պատճառը դրա։ Ես գիտեմ հիմա ինչի դեմ եմ պայքարում եւ որ ինչի դեմ եմ իմ դրոշը բարձրացնում,
որ ցույց տամ նրա պարտությունը եւ իմ Տիրոջ հաղթանակը։ Փառք նրան հավիտյանս հավիտենից։ Սարսափելի է, երբ որ քրիստոնյան է սրա մեջ եւ կարծում է, որ Աստված է իրեն թրծում։ Դե կրակով եմ անցնում, դե հովիվ ջան, դե գիտես, եղբայր ջան, դե կրակով եմ անցնում։ Միշտ լավ, հարց չկա, կրակով ես անցնում, բախի է պրոբը տիշնում։ Եվ որ տերն է կրակով անցկացնում ոսկին, պրոբը բարձրանում է։ Ամեն անգամ կրակը գալիս է, պրոբդ բարձրացավ։ Նեղություն դու հաղթած դուրս եկար, նեղություն եկավ, դու սենց զորավոր, նեղություն եկավ, կավ էր մի ժամանակ անցա շաբաթվա քարոզով այշում գարշոկ, մտար կրակով դուրս եկար, պատվական անոթ, հալելույա, Տերը թրծեց, Տերը բարձրացրեց, մարդկանց աչքի առաջ բարձրացար, Տիրոջ աչքի առաջ բարձրացար, հոգևոր աշխարհում հեղինակությունը փոխվեց, բայց վերցնում ես կրակ ու ավելի է իջնում։ Մենք պիտի գնանք փառքից փառք, ոչ թե գարշոկից գարշոկ։ Ամեն։ Տիրոջ զավակները պիտի գնան հավատքից հավատ, զորությունից զորություն։ Այ ոչ թե կրակից կրակ, ստացվում է գարշոկից գարշոկ, գարշոկ ինչև երբ։ Բայց դու գիտես, որ հենց քո վրա է դրված պարտականությունը կանգնեցնել դա։ Հենց քո վրա կանգնեցնես, որ քո երեխաները չգնան գարշոկից գարշոկ։ Հերիք չի թրծում, մի հատ էլ կուպրը որպես շաղախ օգտագործում, սիրելիս։ Նորից եմ ասում, հերիք չի ինքը իրան թրծում, մի հատ էլ կուպրը որպես շաղախ կապող անոթ է օգտագործում։ Բայց ասես ինչով, ինչպես պետք է, ինչ է կուպրը, ով գիտի։ Ես նոր եմ հայտնաբերել։ Մազուտ, գուդրոն, սև մունդար մի բան։ Ձուտ, ով է ծամե ձուտ։ Եվ բոլոր 90-ական թվականներով անցած երիտասարդները ասեցին, հալելույա, մի հատ մի փոքր ծամուն էր, լովից ծամուն էր ձեռներս ընկնում, ձութի հետ խառնում ենք, հո փուչիկ չէր լինում։ Հետ գանք կուպրին, հերիք չի ինքը իրան թրծում է, մի հատ էլ կուպրը օգտագործում է որպես շաղախ, կապող միջոց։ Իրար կապվենք, մարդիկ իրար կապում են, այս բաբելոնացիները ներեգություն, այս որջը ինքը իրան կապում է կուպերով, սև գործերով, թաքուն, չգիտեմ, էլ ինչ ասեմ, մութ, մազուտ, կպչող, շնորհակալություն, կապում են, իրանք իրար կապում են սրանով, բակ ասես ինչով, հիմա կասեմ ինչով։ Մենք այսպիսի կառույց պիտի լինենք, մենք այսպես պիտի կառուցվենք, թանկագիներս, կուպրով պիտի կառուցվենք, բա ինչով կառուցվենք, հովիվ ջան, հես ասեմ ինչով կառուցվենք։ Գրված է, իսկ դուք կենթանի քարերի պես կառուցվեք, կառուցվում եք որպես հոգևոր տաճար, իսկ ինչպես էր կառուցվում հոգևոր տաճարը, ինչն էր շաղախը, ինչով են իրար կապվում քարերը, ոսկով, ոսկին է մեր շաղախը, իսկ ինչա ոսկին, դա ազնվական մետաղն է, բարձր պրոբով, մենք մեկս մյուսով կապվում ենք ոչ թե կուպրով, մազութով, գուդրոնով, այլ Աստծով, Աստծով ենք մենք մեկս մյուսով շաղախվում և կապվում թանկագին եկեղեցի, ոչ թե մութ և սև գործերով։ Գրված է կենթանի քարերի պես, այլ ոչ թե ինքն իրեն թրծած, մեռած քարերի պես։ Դու գիտես, որ թրծվեց դուրս եկավ, վերջ մեռած է այդ քարը, դու նրան ոչինչ չես կարող անել։ Մաքսիմում փշրվի, ջարդվի, կորի։ Այդ քարը։ Գիտես, որ նա քարը, մի հատ ուրիշ նկարել եմ քեզ տվել, Լով ջան։ Հայերով ասած քարփինջ, ով գիտի։ Այդպես էին կառուցում Բաբելոնի աշտարակը։ Մի փոքր մաս էր մնացել, նրան ուղղակի վերականգնել են։ Այսպիսի նյութով էր պատրաստվում մոտավոր Բաբելոնի այդ աշտարակ, այդ քաղաքը, թրծվում էր քիրպիչը, քարփինջը եւ մութ գործերով շաղախված, սենց կառուցվում էր։ Սև։ Ու Աստծո խոսքը մեզ ինչ ասում, որպես կենթանի քարեր, այլ ոչ թե արդեն թրծված։ Դու քեզ պետք է բերես, թող Աստված թրծի, այլ ոչ թե դու քեզ թրծես, կրակով անցկացնես,
Եվ հետո բերես այդ քարը մեռել է արդեն, գոյություն չունի։ Ելից գիրք 20-23 խոսք, 20-րդ գլուխ 23 խոսքից, հրաշալի տեղ եմ բերեք ես, այս խոսքը շատ ուժեղ կպավ ինձ, ասում է ինձ զուգահեռ պաշտելու համար, ձեզ համար ոսկե կամ արծաթե աստվածներ չշինես, քո ուշադրությունը ուզում եմ ուղղել զուգահեռ բառի վրա, զուգահեռ բառ, կա այստեղ, կամ հավասար, կամ զուգահեռ, շատ հրաշալի բառ է զուգահեռ բառը, այս թարգմանության մեջ, ինձ զուգահեռ պաշտելու համար քեզ համար ոսկե կամ արծաթե աստվածներ շինես, այո ունես աստված, հավատում ես, բայց ինձ հետ զուգահեռ ուրիշ աստվածներ են ունես, սա է սարսափելին, կա աստված, հարց չկա, ես կամ քո կյանքում, ռեալ հավատում ես ինձ, բայց դրա այդ զուգահեռ ինչ-որ ոսկե, ինչ-որ արծաթե աստվածներ ունես, չանես նման բան աստված ասում է, չանես, այլ ինչպես անես, 24-րդ խոսք, ինձ համար հողե զոհասեղան պատրաստիր, դու տեսնում ես Աստծո համեստությունը այստեղ, դու տեսնում ես ինչ կուշտ է մեր Աստված այդ ոսկիներով, հողե զոհասեղան սիրելիս, ինձ համար հողե զոհասեղան պատրաստիր և դրա վրա մատուցիր քո ողջակեզերն ու քո խաղաղության զոհերը, քո ոչխարներն ու քո արջառները և ամեն տեղ, ուր հիշել կտամ իմ անունը, քեզ մոտ կգամ և կորցնեմ քեզ, ով ազում Աստված նրա մոտ գա օրհնի նրան, հող է թանկագինս, հող է հասարակ, ոչ թե թրծվիր կյանքի բերումով, քո գլխին սարքիր, կրակով անցկացրու, հետո ասա ոչինչ չկա, Տերը չի այցելում, Տերը չի նայում իմ զոհին, իսկ միգուցե հողից չես պատրաստում զոհասեղանդ, ո՞նց անես, ես որ նա հետո հետարքիր, որ այս կուրքերը, այս չաստվածները ոսկի և արծաթ են պահանջում, Տեր ասում է, կուշտ եմ, տեսած եմ, ամբողջ երկինքն ու երկիրը իմն է ոսկին և իմն է ողջ հարստությունը, ինչ անես, 25-րդ խոսք, եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես, ուշադիր ես ինձ, Աստծո խոսքը ասում է, եթե քարե զոհասեղան շինես, անտաշ քար եղիր, չբարձրացնես այդ քո գործիքը, մի քեզ պուպուշացրու, գեղեցկացրու, մի քեզ թրծիր ու բեր ասա, ես թրծված եկել եմ, այլ եղիր անկեղծ, ոնց որ կաս, անտաշ, ուրեմն անտաշ, չհղկված, չտաշված, չթրծված, բեր ու քեզ դիր Աստծո զոհասեղանի վրա, այդպիսի զոհասեղանի վրա է իջնում Աստծո կրակը և այդ ժամանակ այդ քարը թրծվում, ինչու է սա խոսացի, ես քեզ զուգահեռ եմ ուղղակի ուզում բերել, Բաբելոնի թրծված քարերը և Աստծո ուզած չթրծված քարերը, որ անտաշ են, չհղկված և չմշակված, բայց հոժար Աստծո զոհասեղանի վրա դրված և գրված այդ ժամանակ կայցելեմ քեզ ու կորցնեմ, իսկ ինչպես Աստված այցելում, կրակով, այցելում է ու օրհնում է, այցելում է ու ինքն է թրծում, սիրելի Աստծո ժողովուրդ, թույլ տանք, որ Տերը բարձրացնի, հետո շարունակում է, աստիճաններով չբարձրանաս իմ զոհասեղանի վրա, որպեսզի քո մերկությունը չերևա դրա վրա, թույլ տանք, որ Տերը մեզ բարձրացնի, մենք մեզ չբարձրացնենք, չերևակայենք, լավ, Ճիշտ այստեղ կարաս ասես, սա ուրիշ բանի մասին է խոսքը, որ այն ժամանակ տղամարդիկ դերաներ են հագել ու գրված աշճանով չբարձրանաս, որ տակից մեկը չտենա քո մերկությունը, այդ սա հասկանում եմ, հասկանալի է, այդպես էր իրականում, դրա համար փեշերի վրա քարեր էր կախվում, այդ փեշերի մեջ Աստծո խոսք էր դրվում, սա օրենքն էր, բայց ես կուզում եմ սրա հոգևոր մասը բացեմ, որ աստիճաններով չբարձրանաս իմ զոհասեղանի վրա, որպեսզի քո մերկությունը չերևա դրա վրա Թույլ տանք, որ Տերը մեզ բարձրացնի, իսկ Տերը բարձրացնում է խոնարհներին, Փառք Հիսուսին, հաջորդը, որն է բաբելոնացիների էությունն ու դրսևորումները, նա զարգանալ և բարձրանալ գիտի,
հետաքրքիր մի փաստ։ Ասում եմ, եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք եւ մի աշտարակ։ Նա կառուցել գիտի, նա զարգանալ գիտի, նա բարձրանալ գիտի, նա ուզում է բարձրանա։ Ես ասում եմ, չէ՞ որ ինքը շատ աշխատասեր է ու զարգանում է թե լայնությամբ, թե բարձրությամբ։ Ու մի բան է, երբ որ Աստված է մարդուն բարձրացնում, մեկ այլ բան, երբ որ ինքդ ես քեզ բարձրացնում։ Այսպիսի մարդիկ միշտ վտանգի տակ են, երբ որ դու ես ուզում քեզ միշտ բարձրացնես, երբ որ դու ուզում ես քեզ բարձունքում տեսնես, երբ որ դու երազում ես, վատ չի երազելը, վատը ուրիշ ճանապարհներ փնտրելը։ Սա է վտանգավոր։ Թող որ Տերը կանչի Պետրոսներին, այսինքն Սիմոններին կանչի եւ Պետրոս դարձնի, հա? Թող որ Տերը կանչի Ղևիներին։ Մենք պիտի արձագանքենք այն նման կանչերին։ Եվ չէ երևակայենք Հուդայի պես, որ չեղավ իմ երազանքը, ես չդարձա ֆինանսերի նախարար Հուդա Իսկարիովտացիս, ուրեմն կգնամ, դե քո հալը կտենաս, կգնամ կկախվեմ, գնա կախվի։ Ում վատություն արեց։ Ինքը իրան։ Ինչու՞։ Երազանքներ ուներ։ Երազանք ուներ, որ նա մեծն է լինելու, որովհետև բոլորը հավատում էին, որ Հիսուսը այսպիսի բանի համար է եկել, որ վերականգնի Իսրայելի թագավորությունը, բայց Հիսուս ասեց, այստեղ չէ, այնտեղ է իմ թագավորությունը, այնտեղ է մնայունը։ Ամեն։ Ու սրա պատճառով է իրական, որ Արուսյա կնգավ, ինչու՞։ Նա կամեցավ ինքն իրան բարձրացնի։ Սա կրոնական եսասիրությունն է, որը Աստծուն փնտրելու քողի տակ ձգտում է բարձունքների, բայց ինչա գրված, մեզ համար համբավ կամ անուն ձեռք բերենք։ Սա կրոնական եսասիրությունն է, որը որ Աստծուն փնտրելու քողի տակ է գործում, մա բարձրանանք երկինք հասնենք։ Սա քողը, հասկանում ես։ Լսում ես ինչ եմ ասում, հա։ Տեղավորվում ես ասածներից մեջ։ Սա կրոնական մի բան է, որ ասում է բարձրանանք միջև երկինք, բայց գիտես դրդապատճառը շատ նենգ է, մեզ համար համբավ կամ անուն ձեռք բերենք, սա է վտանգավորը, որ քեզ ծափարեն կամ այդ բաբելոնացուն ծափարեն, մենք այս սենց ծառայություն արեցինք, մենք այս սենց աղոթքներ արեցինք, մենք այսպես չգիտեմ ինչեր արեցինք, մենք այս սենց երգեցինք, այսպես ծոմեր, այսպես եսի ինչեր, անուն, սա քող է սիրելիս։ Հաջորդը նրա բնույթն ու դրսևորումները, դիվային այս երևույթը կարողանում է համախմբել իր գաղափարի շուրջ։ Գաղափար ունի եւ կարողանում է համախմբել, որպեսզի չցրվենք ողջ աշխարհում մեկ։ Ինքը չի ուզում ցրվի, ինքը ուզում է շտաբ ունենա, ու այդ շտաբից գործի։ Ինքը կարողանում է համախմբել։ Դիվային այս զորությունը կարողանում է համախմբել իր գաղափարի շուրջ։ Սիրելիս, իր գաղափարի շուրջ, ոչ թե Աստծո գաղափարի շուրջ։ Հիշում եք, մեկ անգամ ժողով եղավ Գործ Առաքելոցում։ Քրիստոնյաների համար վախենում էին, համախմբված են։ Եվ ռաբիներից մեկը ասեց, հանգիստ թողեք, եթե մարդկայինը կցրվի, եթե Աստծուց է, վախեցեք, հանկարծ Աստծո դեմ չպայքարեք։ Գիտես, համախմբել ինքը գիտի եւ կարողանում է համախմբել, բայց իր գաղափարի շուրջ, բայց նորից վերջի խոսքը Աստծունն է։ Աստված կարա լռի, Աստված կարա նայի, ու հետո ասի, իշտ ենք խառնենք լեզուները։ Որ ասում ժամանակ տրվեց Բաբելոնին, որ դարման դրեք նրա վրա, որ հանկարծ բժշկվի, բայց հանգիստ թողեք, չբժշկվեց, հանգիստ թողեք։ Գիտես, այնինչ կառուցվում է ոչ Աստծո շուրջ, այլ մարդու վաղ թե ուշ կցրվի։ Գրված է Տերն իջավ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը։ Մարդկանց որդիների, ոչ թե Աստծո որդիների։ Մարդիկ են կարող կառուցեն, մարդկանց մոտել է ստացվում համախմբվել, մարդկանց որդիների մոտել է ստացվում քող գցել, բաթե մենք երկինք ենք գնում, բաթե մենք մի կառույց ենք կառուցում, որի գագաթը միջև երկինք կհելնի։
Բայց իմ աղոթքն է իրականում, եթե կան նման կառույցներ իմ եւ քո սրտում կամ մտքում կամ երազանքների մեջ, թող որ Աստված իջնի եւ խառնի իրականում Հիսուս Քրիստոսի անունով, ավելովա մենք ճանապարհի կեսից հետ դառնանք, քան հետո մենք վերջում գնանք երկինք ու հասկանանք, այս ինչ ենք կառուցում մենք, այս ինչ ենք թրծում, ինչով ենք մենք շաղախվում, այս ինչով ենք զբաղված, հետո ինչ որ նույն լեզվով ենք խոսում, հետո ինչ որ իրար կես բառից հասկանում ենք, հետո ինչ որ համախմբված ենք, հետո ինչ որ կար ներողություն սպայկան, հետո ինչ։ Եվ եթե կա նման բան, թող որ Աստծո զորությունը իջնի եւ խառնի ամեն լեզու։ Եվ Տերն իջավ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը, համ քաղաք էր, համ աշտարակ, համ լայնությամբ, համ բարձրությամբ էր աճում։ Եվ ցրեց Տերը նրանց։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։ Ցրվեցին։ Գիտես, բաբիլոնացիները ցրվեցին։ Այդ աշտարակը կանգ առավ, բայց այդ դիվային զորությունը գնաց դարերի մեջ։ Եվ հաջորդ անգամ, երբ որ մենք հավաքվենք արդեն այս թեմայի շուրջ, ես ցույց կտամ քեզ, թե ինչպես նորից համախմբվեցին ու ինչ ուրիշ բան կառուցեցին։ Շատ խորամանկ է դիվային զորությունը։ Սա առաջին Բաբելոնն էր, թանկագինս։ Այո, աշտարակը կանգ առավ, որովհետև մի համակարգ էր կառուցվում, որը դեմ էր Աստծուն։ Կանգ առավ։ Եվ փառք Աստծուն, որ նա թույլ չտվեց շարունակվել, այլ իջավ եւ խառնեց այդ լեզուները։ Փառաբանության թիմը կարող է գալ։ Եվ Տերը կարողանում է խառնաշփոթ բերել հակառակորդի բանակի մեջ։ Տերը կարող է խառնաշփոթ բերել այն բանակի մեջ, որը կարծում է ինքը Աստծո բանակի մեջ է, բայց ինքը դեմագործում Աստծո համակարգին։ Տերը կարա այդպես բաներ անել։ Այդ ոգին երևույթը շարունակում է շրջել երկրով մեկ։ Մինչ օրս։ Եվ նա կարողանում է նույնպես համախմբել, կառուցել եւ թվացial բարձրանալ։ Եվ հաջորդ անգամ մենք կխոսենք Բաբելոնի պարիսպների, նրա գեղեցկության եւ դա Աստված կխոսենք նրա անկումի մասին։ Քեզ հետաքրքիր է այսօրվա թեման։ Հիշում ես ցուցամատդ։ Եթե ինչ-որ մի բան դու տեսար ու բռնացրեցիր, չուղղես ուղուշի վրա, ինքդ քեզ բժշկիր։ Եթե դու ինչ-որ բաներ տեսար, որ գիտես, հալածված ես եղել ես դարերի մեջ, տարիների մեջ, ու տեսնում ես նույնը պապիկ, պապա, ես, թույլ չտաս որդիների կյանքում շարունակվի, թույլ չտաս։ Այնքան ռեալ է այս ժառանգությունը, այնքան ռեալ է այս գենետիկան, որը որ հարցակվում է։ Ես իմ ցեղի վրայի հարցակվող դևին բռնել եմ։ Եվ ես գիտեմ ինչի դեմ եմ բարձրացրել դրոշը։ Եվ ես գիտեմ երբ եւ ինչպես եմ ցույց տալի նրա պարտությունը։ Հաղթել ես Հովիվ ջան, հաղթանակը Հիսուսինն է, իմը պայքարն է։ Իմը պայքարելն է։ Ինքը արդեն պարտված է, բայց հարցակվել գիտի։ Էնել ոնց գիտի։ Շատ աշխատասեր է։ Շատ բան իմացա։ Շատ իմաստուն է, շատ խորամանկ է։ Լավ խոսալ գիտի, էնել ոնց գիտի։ Մեր մասը որն է, պահենք դրոշը բարձր, պահապաններ կարգենք։ Այդտեղ ուզում եմ նորից կարդամ։ Նա ասում է Բաբելոնի պարիսպների դեմ դրոշ բարձրացրեք։ Ու վերջ, դրոշը բարձրացրեցիր, աշկը մցնեմ, դու տենադ իմ դրոշը, որ բարձրացրել եմ իա դեմ, պարտված է ուսյո Հիսուսի անունով, հա։ Դրոշ բարձրացրեք, ինչ արեք հետո, բարձրացրեցիր, ընտիրա, հաջորդը ուժեղացրեք պահպանությունը, հաջորդը պահակներ կարգեք, դրոշը բարձրացրել ես, ընտիրա, լավ ես արել, անելիք ունես, շարունակիր, պահակներ կարգեք, դարաններ պատրաստեք, ես ով է դարանը, կոնտրռազվեդկա, դու պատրաստում ես դարաններին, ուղարկում ես թշնամու բանակ, պարսանում ես պարիսպի վրա, քո շինած, Աստծո հետ միասին, այդ աշտարակի վրա բարձրանում ես ու հսկում ես ինչա կատարվում, դարաներ ես ուղարկում, այսինքն դու աղոթքով կարաս տեսնես հայրենով ասված նապիրոտ, որտեղ Աստծո խոսքը ասում է մենք անտեղյակ չենք չարի,
մտածած խորհուրդներից, մենք գիտենք ինչ կարա լինի։ Ու այնքան ռեալ է հոգևոր աշխարհը չես պատկերացնում։ Իսկ որ պատկերացնում է, լավ է, շարունակիր պատկերացնել, շարունակիր խորանալ, հոգևոր աշխարհը շատ հրաշալի մի տեղ է, անսահման։ Ու ամեն անգամ հիանում եմ Տիրոջով։ Դրաներ պատրաստեք, որովհետև Տերը որոշեց ու կատարեց իր ասածը Բաբելոնի բնակիչների մասին։ Փառք ամենակարող մեր Տիրոջը, փառք Հիսուսին։ Մի բան վերցրեցիր, արի ծափարենք մեր Աստծուն արժանի է։ Անպայման մի հատ էլ կլսես, խնդրում եմ, կդնես մի հատ տանը լսիր։ Ու շադիր, ինձ էլ շատ հետաքրքիր էր, որ մտա այս թեմայի մեջ, շատ հետաքրքիր էր, որ ամեն մանրուքը բացում էր։ Ճիշտ է, այսօր մի փոքր խանգարեցի Աստծուն, ավելի շատ բան կար ասելու։ Փակեցի ուղղակի։ Այդպես էլ է լինում։ Չես ուզում իշե վերջ ասես, իշե վերջ բացվես, այդպես էլ է լինում, ոչինչ, թող Տերը ների, եթե սխալ եմ։ Բայց այդպես եղավ այսօր։ Փառք Հիսուսին, քո համար, սիրելիս, խնդրում եմ, գնա աղոթքի մեջ եղես շաբաթ։ Ասա, Տեր, խնդրում եմ ցույց տուր Բաբելոնը, եթե կա իմ մեջ, ընտանիքում, ցեղիս, թույլ չտաս շարունակվի այն քո զավակների մեջ։ Շատ ռեալ է, եթե դու հիմա ուշադիր նայես քո շուրջը, քո կյանքը, դու կարաս տեսնես իրականում սա։ Մի հորքուրի տղա ունեմ, ինքը մարզիչ է, բռնցքամարտի մարզիչ է, ասում է, գիտես, երբ որ երեխային բերում են, որ ես մարզեմ, ես մի հատ նայում եմ ծնողին, մի հատ նայում եմ իրան, ասում կստացվի։ Նայում եմ ծնողի գենետիկան, ասում է։ Բայց նայում ասում է մի հատ ծնողին, որ տենում եմ, որ թույլ է, հələ մենք խոսում ենք մարդկային գենետիկայի մասին։ Ասում եմ, այս երեխուն իզուր են բերել, տանջում են։ Ինքը տանջվելու է, ու իրանից ներսել բռնցքամարտի չի ստացվելու։ Լինում է, որ նայում ես, ասում ես, հիմա բերենք հոգևոր դաշտ սա։ Նայում ես, սենց չեմ ուզում ոչ մեկին անձնավորեմ, բայց ամեն դեպքում լինում է։ Նայում ես, ասում ես, լավ դե ինչ վերցնես, ծնողն էլ ատենց։ Լինում է, թանկագինս, այդպես որ նայում ես, ասում ես, տոշնի պապին է, տոշնի ծնողն է։ Եվ գիտես, եթե դու բռնացնում ես կամ բռնացրեցիր, որ մի բան, որը որ դուր չի եկել քո մանկության մեջ, այս ինչ բանի պատճառով, եւ հիմա զգում ես, որ նույնը կրում ես, հարցերը շուտ լուծիր։ Շուտ։ Լավ, ին վրա ասեմ, հանգրած ոչ ոքի տեղասրած չլինեմ։ Բանակ եմ գնացի ուրեմն։ Ու ես չգիտեմ ինչ եղավ, խռովեցի տղերքից։ Չեմ խոսում։ Գալիս հրո ջան, չեմ խոսում։ Չեմ պատասխանելու։ Մատ տղեկից մեկ ասեց, հրո ջան, կներեք էլի սերի քույրեր, հո կնիկ չես։ Ասիկ խոսացինք, թո ընկերներ ենք էլի կարա լինի ամեն ինչ, կնանիք են խռովում մենակ։ Հանկարծ չարիթավորվեք քույրեր, գնաք ու խռովեք։ Չէ։ Ու սենց ասում, ապա ճիշտ ասում էլի։ Յանը մեզ խռովելը, հա? Յանը խռովելը որը սա։ Բայց գիտես, որ միջ օրս պայքարում եմ դրա դեմ, այդ նեղասկոտության։ Դու կասես, հաղթել եմ նրանով, որ բռնել եմ նրան։ Հաղթել եմ նրանով, որ գիտես ինչ եմ անում, այդ դրոշը բարձրացնում եմ։ Ես ին վրա բերեցի օրինակը եւ իմ պապայի, որ ոչ ոքի հանգարց չցավացնեմ։ Հաղթել եմ նրանով, որ բռնել եմ այդ դևին ու դրոշ եմ բարձրացնել ու աշկն եմ կողում ամեն անգամ։ Բայց հետո ինչ եմ անում, պահպանություն եմ ուժեղացնում, դրաններ եմ ուղարկում, պայքարում եմ, թե չէ։ Հա։ Բայց առաջ կարայի օրերով խռով լինեի։ Հիմա մի 5-6 րոպե։ Բա, հաղթածա Հիսուս Քրիստոսի անունով։ Փառք ամենակարող մեր Տիրոջ, արի աղոթենք, մի երգել կվերցնենք, կփառաբանենք Տիրոջը եւ գնանք Տիրոջ ուրախությամբ, թող Տիրոջ ուրախության հոգին այսօր մեր սրտերում լինի։ Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ եթե ինչ-որ բան բռնացրեցիր, գիտես, ուզգում ես, որ եկել է քո ծնողից, քո մեջ կա, հաղթիր դա պրիզնատ գալով, հաղթիր դա խոստովանելով եւ դրոշը բարձրացնելով։ Ասա, ես քեզ բռնեցի այսօր։
Դու իմ ծնողի միջոցով եկար իմ կամ չգիտեմ չհատես քո ծնողին դրա համար հանկարծ բան չանես չչարանաս հանկարծ չանես նման բան եկել է չգիտես որտեղից է եկել է Բաբելոնից քամը անիծվեց Նեբրոթը այսպես տղա էր բայց կառուցած արդեն Բաբելոնի աշտարակ էր Նեբրոթը ուժեղ զորավոր էր բայց քանի որ եկել էր քամից այդ անեծքը իր կառուցածը անպիտան էր մի բան էր որը որ կարծես թե երկինքա բարձրացնում բայց անգլերենով մի հատ հետաքրքիր բան կա մենք ունենք մեկ բառ չէ երկինք անգլերենով կա sky դա մարդկային երկինքն է կա heaven դա Աստծո վերաբերող երկինքն է մարդիկ կան կառուցում են մենակ sky Skype բառ այս արմատ ունի sky են կառուցում մարդկային երկինք են կառուցում բայց մենք կանչված ենք որ heaven կառուցենք Աստծուն վերաբերող երկինք կառուցենք ամեն Եվ եթե ինչ-որ բաներ նկատեցիր, պայքարի, աղոթի, ծոն վերցրու, առաջինը պրիզնատարի, դա դրոշը բարձրացրու, պահպանություն դիր, ուժեղացրու, դարանականներ կարգիր եւ կանգնիր ամուր դրա վրա, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Արի աղոթենք, երկնային Աստված փառք քեզ։ Շնորհակալ ենք Տեր։ Ես աղոթում եմ քույր եղբայրներիս համար, Տեր իմ Աստված, Հիսուսի անունով ամեն կառուցած Բաբելոնը թող քանդված լինի մեր կյանքերի մեջ։ Իմ Սուրբ Աստված, ես հիմա խոսում եմ Բաբելոնացիներին, ես ապաշխարություն եմ խոսում, խորը զղջուն եմ խոսում եւ ապաշխարության պտուղներ, Հիսուս Քրիստոսյանով, որովհետեւ քո խոսքը ասում է ես կամեցա դարմանել։ Եվ ես չեմ ուզում հանկարծ լսենք Տեր իմ Աստված, որ դու կասես բաց թողեք նրանց, որովհետև իմ վրեժխնդրություն եկավ, Տեր, մենք ուզում ենք ապաշխարենք, մենք ուզում ենք զղջանք, մենք ուզում ենք Տեր եւ ապաշխարում ենք ամեն սխալի համար, ապաշխարում ենք Տեր իմ Աստված ամեն մեղքի համար, ապաշխարում ենք ամեն կապրիզի համար, ապաշխարում ենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով եւ քեզ լինի ոչ փառքը, պատիվը, զորությունը, մեծարանքը Հիսուս Քրիստոսի անունով, Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Հալելույա։ Ամեն։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու ամենքիս հետ լինի։ Ամեն։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ, Տերը օրհնի քեզ շատ։ Փառք Հիսուսին։